168 թեմի հարգելի հետևողներ, մեր զրուցակիցը Իշխան Սաղաթելյանն է։ Պարոն Սաղաթելյան, այսօր ինչ ուղերձով եք այստեղ եւ լսել եք արդյոք ձայնագրությունը, հավատում եք հեղաշրջման պլանին, թե ոչ։ Ախր այնքան դժվար է այդ մեկնաբանելը, որտեղ ծիծաղս գալիս է, էլի։ Այս տարիների ընթացքում թվում էր, թե մի երկու գործ կա, որ սրանք նորմալ են կազմակերպում, մարդկանց գլխին գործ սարքելը, շարանել է, բայց պաստորեն ստեղել են բավականին անորակ, հետևաբար ինչ հեղաշրջման պլան, ինչ բան, դուք տեսակ, երեք ծածկակ գրված հրապարակել էին, այսօր պարզվեց, որ դա անցած տարվա ինչ-որ ժամկետանց փաստաթուղթ։ Կարող եք հեղաշրջման պլան, եթե ունենայիք, կանեք ի վերջո մի բան։ Չեք ունեցել դրա համար չեք Դու ինչ նոր գործ ես ուզում։ Ընդդիմության առաջնորդը դուք եք տեղյակ եք այս քննարկումներից։ Ինչ քննարկումներ։ Այն, որը իրականացվել է ըստ քննչական կոմիտեի։ Ուրեմն մենք մշտապես քննարկել ենք մեր ժողովրդի հետ աշխատելու, կազմակերպելու, փողոց դուրս բերելու, այդ մշտապես եղել է մեր օրակարգային հարցերը, դրա մասին մշտապես բարձրաձայնել ենք։ Այս կերպ ինչ նպատակ է հետապնդում իշխանությունը, պարոն Սաղաթելյան։ Տեսեք, իշխանությունը մի բան է անում։ Փորձում է ոչնչացնել դիմադրության բոլոր օջախները, մարդկանց մեջ վախ սերմանելով, կոտրելով, բռնելով, ջարդելով, փորձում է պահել իր իշխանությունը։ Իսկ դա անելու համար նախ պետք է հստակ արձանագրել, որ դրանք սահմանադրական կարգը տապալելու գործընթացի մեջ են, ինչ որ անում են օրենքից դուրս եւ ստեղ օրենք, մեկնաբանություն, պաշտպանություն անիմաստ է, բեսպրիձել կարգավիճակով, վայնասումը բարձրացած հիստերիկ գրառումներով, ասեք ծիծաղդ գալիս է, քիչ առաջ տեսնում եմ պաշտպանության նախարարի գրառումը, ասեք չես իմանում, լացես, ծիծաղես, Դու պաշտպանության նախարար ես, թե ով ես, ասենք թուրքերի կոշիկները լիզում եք, թշնամին ջերմուկում, Հայաստանի Հանրապետության տարածքից 240 կիլոմետր տարածք զիջել եք, որևէ բան չեք անում, այսօր մեր բանակի վիճակը ինչ-որ մատա թափ տալիս, սրիկա չեք, դու սրիկ անել ես դու, հայրենիքնել ես դու, ընդհանրապես բոլորդ, այսինքն այս ինչ խոսելու ձև է, այս ինչ է, այսի Հայաստանի պաշտպանության նախարարն է, թե Նիկոլի պաշտպանության։ Իսկ այդ ձայնագրությունները, որ լսում էիք, պարոն Սաղաթելյան, ձեր լացն էր գալիս, թե ծիծաղը։ Ինչը։ Ահագին ծիծաղել ենք, շատ ենք ծիծաղել, որովհետև այսինքն ինչ անա, հիմա այտենց ամբողջ թմով ասում են Սրբազան ասել է գյուլելու ենք, չգիտեմ ինչ։ Սրբազանը այտենց բան ասա, չէ, հարց եմ տալի։ Հարց են մի վարքյան, հարց եմ տալի։ Այդ ձայնագրության մեջ Սրբազանը այտենց բան ասա։ Տեմբրը նման էր Սրբազան։ Չէ, ասում են այդ խոսակցության ընթացքում ինչ-որ մեկն է ասա, հետո վերագրում են այդ Սրբազանին։ Լավ, այսինքն այդ ձայնագրության մասին ինչ կասեք։ Ոչ մի բան ծիծաղել ենք անցել է, այսինքն ես չգիտեմ այդ զայնագրությունը, փաստաբանը լավ մեկնաբանություն տվեց։ Որտեղից է այդ ցուցակը, ով է գրել, ինձ հետաքրքիր է, այդ ի՞նչ ցուցակ է։ Հիմա կարող եք դուք էլ մի հատ ցուցակ գրել, դնել, ասել ես ինչ մարդն է։ Ես չգիտեմ այդ նորարվան ցուցակ գրեք եւ օրինակ ուզենաք բան հրապարակության աղբարականներ։ Ոչ միայն։ Նույնիսկ Գառնիկինը չկար։ Երկու նախարար նշանակված չէ, կարողացա նորմալ կաստինգ անեք, կադրեր չկա, ձեր մոտ էլ է կադրային սով։ Տեսնում եք, այսքան հումորային է իրավիճակը։ Այսինքն մենք ինչ ենք խոսում։ Ինչ-որ մի հատ թուղթ եմ գտել, լավ, լուրջ հարց եմ տա, որտեղից են գտել այդ թուղթը, այդ ում ձեռագիրն է, ով է նշանակի այդ նախարարին, ամոթ է։ Պարոն Սաղաթելյան, հումորից զատ։ Դեմբերի 27-ից հետո որ մի հատ թուղթ էին ներկայացրել պաշտոնի, թվում է թե մենք էլ էլի տենց Նմանություններ են հիմա գտնում հոկտեմբերի 27-ի եւ այսօր կատարվողի միջեւ։ Ես ասել եմ, շարունակում եմ պնդել հոկտեմբերի 27-ի շահառուն իրենք 7 տարի է իշխանություն են, 25 տարի հասարակությանը կերակրել են այդ թեմայով, 7 տարի է իշխանության են, ինչի չեմ բացահայտում։ Ես ասել եմ, նորից պնդում եմ երկու պատճառով, կամ խնդրել եմ դուրս եկեք իրենց տերերի հետքի վրա, կամ հասկացել եմ, որ մեղադրում են իրեն կապ չունեն։ Ինչքան կարելի է, այսինքն 20 տարի իշխանություն չէիք հասարակության ատելությամբ սերմանում եք այդ ամեն ինչը 7 տարի իշխանություն եք։ Մարտի 1 հոկտեմբերի 27, մարտի 1 հոկտեմբերի 27, արախի չեք բացահայտում։ Ձեր կուսակից Հրատ Մարկյանի խոսքերն են վերջին հարցերից ցիտում, ասում են սա նոր հոկտեմբերի 27 պետք է։ Տեսեք, իրանք անընդհատ Հրան Մարկարյանը նման բան չի ասել, այս հերթական, ես երեք եմ այդ մասին խոսել, հող են նախապատրաստում ձերբակալությունների համար։
Էսա ընդամենը մնացածը տեսարանները բեմադրում են ու իմիջիալոց Ալեն Սիմոնյանը ժամանակին էժան սերիալների մեջ օրավարձով ավելի լավ էր խաղում այդ դերերը, քան թե հիմա, որովհետև շատ անորակ է խաղում։ Պարոն Սաղաթելյան, այսինքն թեև լսվում է Բագրատ Գալստանյանի ձայնը, բայց դուք հերքում եք, ասում եք նա չի ասել, Ես ասում եմ հետ կես առաջ, ինչ։ Ճիշտ եմ հասկանում, որ դուք Ես չեմ մեկնաբանում, ծիծաղում եմ, ես չգիտեմ դա ձայնագրությունն է, Բայց ինչ։ դուք անձամբ լսել եք Բագրատ Գալստանյանի ձայնը այդտեղ ձայնագրության մեջ լսել եք նրա Ես ձայնագրությունը մեր երկու կտոր լսել ենք, ծիծաղել ենք, անցել ենք առաջ, ես էլ ասում եմ, հիմա ձեզ հարց եմ տալի, Բագրատ Սրբազանը դες բանա ասը։ Այո, նրա Ես էլ ասում չի ասը։ Ես էլ ասում չի ասը։ Որ լավ լսեք, հասկանաք, որ դա իր ձայնը չի շուր Դուք մեկն չեմ լսել, որ չեք լսել, ինչ գիտեք։ Բայց նոր ասեցի, հիմա չէ, արդեն չեղավ, լուրջ։ Երկու բան եմ լսել։ Կոնկրետ այդ Ինչև այդ ասեցի, որ լսել ենք, ծիծաղել ենք, հարցնում եմ, ով ասը, ես պնդում եմ հիմա էլ, որ ինքը նման բան չի ասա, հետո մեկնաբանություն եղավ, չգիտեմ ով ասա։ Սաղաթելյան, այս ձերբակալությունը, այս գործընթացը, եթե Բագրատ Սրբազանին հավանաբար կկալանավորեն ելելով նրանից ովքեր են դատում, կարող է այս պայքարի ալիքին նոր թափահորտել, թե հակառակը կարող է ընկճել շատերին կամ վախը։ Չի կարող ընկճել ու մենք ամեն ինչ պետք է անենք, որ չընկճվի։ Իհարկե մեր մարզային պատասխանատուներին տարբեր ակտիվների հետ օջախների վրա են արձակվել հենց այդ նպատակով, որպեսզի ճնշեն, թուլացնեն եւ ձախողեն առաջիկա process-ները։ Մենք էլ ամեն ինչ պետք է անենք, որ նման բան տեղի չունենա։ Մենք Առաջիկա ինչ process-ներ։ այն process-ները, որ օրինակ հիմա էլի ասեն, բախի impeachment չեք անում։ Հանրության գեներացիայի մասին եք։ Ես այս պահին այս իրավիճակում այսօր մի քանի գրառում տեսել եմ, չեմ ուզում էլի դրան անդրադառնամ։ Այսինքն լուրջ եմ ասում, էլի հիմա իմ դուրը չի գալի, երբ որ Հայաստան խմբակցության հայտարարության անմիջապես արձագանք Մարսեն Թորոսյանը ինչ որ impeachment-ի հեղինակն էր։ Այդ խոսել ենք, այդ թեման ինչ ասելիք կա, ասել եմ, այս բանի վրա ճիշտ չի էդի օգտագործել։ Գործընթացներին անդրադառնալով, այսինքն փողոցի գեներացիայի մասին էլ է ենթադրվում, որ կլինի։ Դել անաղուած դուս է կարել։ Գործընթաց։ Փողոց Իմը չի մտը, մտցրել եմ, քեզ էլ պատմել եմ, գիտես ոնց է եղել։ Ինչ։ Փողոց գեներացնելու մասին էլ կլինի գործընթաց։ Փողոցը գեներացվելու ինչ է պլանավորվում, ասում եք հետագա process-ներին։ Ես կարող եմ ընդհանրապես մի բան ասել, որ մենք մեր ձեռքերը ծալած չենք նստելու։ Այն մնացած հարցերը, այն ով է ձեզ այդ մասին ասել։ Երկու հոգիտես գրում են, դուք էլ այդ հարցից տալիս եք։ Ես լսել եք այսքան ժամանակ, ես ասում մենք սպասում ենք 26 թվականի ընտրություններին։ Իմիջիայլոց թեմայից չեմ ուզում շեղվում, բայց ովքեր 26 թվականի ընտրություններին այդքան դեմ են խոսում, մի հատ էլ ուշադիր եղեք։ Իրանք են ամենաշատ այդ 26 թվից խոսում։ Ես չեմ խոսում, իմ թիմակիցները չեն խոսում։ Իրանք են սա օրը 26 թվից խոսում։ 26 թվականի ընտրություններին սպասելու։ Այդ չսպասողներին ասեք շուտ հելեք փողոց, արա ում եք սպասում։ Բա դուք ինչու՞ Այսինքն մեզ բռնում են, ուրախանում եք։ Ես որ դուրս գալու եղանք, կլնելու ենք, որը մեկին չենք հարցնելու։ Հենց ասեցինք դուրս են գալի, կլսեք այդ մասը։ Կարող է ձեզ էլ սպասում, պարոն Սաղաթելյան։ Ոնց որ, ես ասում եմ, գաղափարը մեզնից, մնացածը ձեզնից։ Պարոն եւ ինչի հետ եք կապում այն, որ ինչ գործողություն ուզում է լինի, ինչ գործողություն որ պիտի անեն ընդդիմադիրների դեմ, ինչի հետ եք կապում այն, որ ինչ գործողություն ուզում են անել ընդդիմադիրների հետ, առաջինը դաշնակցականների տուն են այցելում եւ առաջինը դաշնակցության գրասենյակն է։ Նորմալ է, բաղում այցել է։ Բաղում այցել է։ Պարտիոպտի դաշնակցությունից վախենան, բաղումից վախենան։ Անում է ուզում տայի։ Նորմալ է, այսինքն մենք էլ սովոր ենք, իմիջիալոցն ժամանակ մենք սկսում ենք շատ արդյունավետ աշխատել, դա էլ ասեմ։ Ես մենք որ հարձակվում են, դա մեր բանն է։ Մեր մեխանիզմը ավելի լավ աշխատում։ Մենք սովորական պայմաններում ենք դժվար Ձեր կուսակցիներից քանի հոգու են տարել, քանիսի տուն են մտել։ Մենք տեսանք, որ կար, բայց թվով չէ։ Բավական նոյեմբերյանի մեր ընկերոջ պատասխանատուի Վարաստատի, Հրազդանի, Արտաշես Հունանյանի, Աբովյանի, Վարդան Ավագյանը, Իգոր Սարգսյանը քիչ հետո դատը կսկսվի, որ դաշնակցության գերագույն մարմնի անդամը, այսինքն նորմալ հիմնականում տեղի պատասխանատուների նորմալ է, մենք սովոր ենք սենց իրավիճակ։ Ձեր կարծիքով կկալանավորեն բոլորին էլ։ Տեսեք, այն ինչ հիստերիան, որ հիմա տեսնում ենք, ու այս դատավորը Սրբազանին, որ դատում է, քիչ առաջ տեսել եք այդ դատավորի մասից Մերկոյանի կուսակցությունը հայտարարությամբ հանդես եկել։
դատապարտելով, զուգահեռներ անցկացնելով հոկտեմբերի 27 մարտին ենթադրում ենք, որ այս կամակատար այս դատական համակարգով այո, փորձելու են մաքսիմում տանել կալանքի։ Նախ Մայրաթորի հայտարարությունը կարծում եմ ծանոթ եք, դրանից հետո իշխանականներն են արձագանքում, մասնավորապես Վահագն Ալեքսանյանն է գրել, որ այդ հայտարարությունից հետո պետք է դուրս շպրտել կաթողիկոսին վերանից, սրան ինչպես կարծում եք։ Նիկոլին պետք է դուրս շպրտել ու իրան, այսինքն իրանք չափ սահման լկտի, դրանց բառապաշարը, դրանց պահվածքը, այսինքն շեղված, չգիտես էլ ինչ բառ ասես, անբարոյական սրբապիղծ մարդիկ են, դրանց ինչ մեկնաբանալիս։ Եթե մեկին կա որ պետք է դուրս շպրտել, դա Նիկոլ Փաշինյանն է։ Այսինքն նրա որ համարում եք, որ գուցե Մայրաթողում գործողությունները։ Ես իրենց քայլերից վաղուց չեմ զարմանում։ Իրենք ամեն ինչի պատրաստ են հանուն իրենց իշխանությունը պահելու։ Քանի որ իրենք ոչ հայրենիք ունեն, ոչ սրբություն ունեն, ոչ էլ որևէ արժեք։ Իրենց իշխանության համար փորձելու են անել։ Ես ողջունում եմ Մայրաթորի հայտարարությունը, գտնում եմ, որ մեր ժողովուրդը կանգնած է մեր եկեղեցու կողքին, պետք է ամուր կանգնել, սառը հաշվարկված քայլերով գնալ առաջ եւ սրանց սադրանքներին ու էմոցիաներին տեղի։ Պարոն Սաղաթելյան, ձեզ չի զարմացրել հանգամանքը, որ օրինակ մայիսի 9-ին մենք բազմաթիվ հոգեվորականների էինք տեսնում նաև այդ օրերին Բագրատ Սրբազանի կողքին, բայց այսօր այդ հոգեվորականները չկան։ Տեսեք, անկեղծ կուզեի, որ ստեղ լինեին ու ճիշտ էր, որ լինեին, ոչ միայն մեր հոգեվորականները, այլ նաև շատ մարդիկ, որ անցած տարի այս օրերին Սրբազանի հետ նկարվելու համար նաև ձեզ էին հերում այս կոմենտում, որ մեծ ֆոտո փախցնեն։ Սևանի ճամփին բացում։ Ոչ միայն Սևանի ճամփին, որովհետև այդ բանը է, այդ բոլոր շարժումների ժամանակ եղել է, երբ որ շատ մարդ է լինում, այդ բեմի կողքերի համար իրար կոպորտ են կտրում, չի լինում, ասում են մեղավորի նշանակում քաշվում են կողմ, բայց չլինել այս բան Սրբազանի կողքը, ես որևէ ձև չեմ կարող։ Պարոն Սաղաթելյան, Մեկնաբանում։ ընդհանուր իշխանությանը Բայց ավարտել ենք, նորից սկսեցինք ոնց որ։ Երկրորդ չնչառություն։ ընդհանուր իշխանությանը ցիտելով իրենք ասում են սա պետականությանը դեմ ուղղված քայլ էր եւ իրենք կանխել են պետականության կորուստը կամ չգիտեմ հեղաշրջումը։ Այո, այջան, իրենց իշխանությունը պահելու համար ներկայացնում են պահում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը կամ պետականությունը։ Իրենք Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ առհասարակ մեր պետականության թշնամիներն են։ Ոնց կարան իրանք ոլը, տեսեք ինչ 7 տարվա մեջ ինչ են արել մեր գլխում, ոնց կարան պաշտպանան։ Ընդհակառակը Հայաստանի ինքնիշխանությունը պետք է պաշտպանել Նիկոլ Փաշինյանից եւ իր թիմից, որովհետեւ իրենք վտանգ են ներկայացնում։ Եթե ազգային անվտանգության ծառայությունը մտահոգ է մեր երկրի անվտանգությամբ, պետք է թիվ 1 անվտանգության սպառնալիքին Նիկոլ Փաշինյանին մեկուսացնել։ Եթե գլխավոր դատախազը Հայաստանի պետական շահերի պաշտպանությամբ է զբաղվում, պետք է այդ շահերին գլխավոր վնաս հասցնող անձին Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Պարոն Սաղաթելյան, որ ասում եք ձեռքներս ծալած չենք նստելու, կոնկրետ ինչ եք անելու։ Կանանք տեսնենք։ Ես բլա հրապարակել եմ խայթախ։ 168-ի հարգելի հետևողներ, լսում ենք Իշխան Սաղաթելյանին, վերջինս անդրադարձավ տեղի ունեցող գործընթացներին, վստահեցրեց, որ այս ճնշումներով իրենք չեն դադարելու պայքարել եւ կլինեն գործընթացներ, որոնց ականատես կլինենք նաեւ մենք։ Հիշեցնեմ, որ